Ադրբեջանի նախագահը հայտարարել է Թրիփի նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին։ Իլհամ Ալիևի խոսքով ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծել եւ որոշել են էլեկտրահաղորդման գծի հիմքերի տեղակայման վայրերը։ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի գործընթացը, հավելել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նաեւ հայտարարել է, որ Թրիփի իրականացումն արդեն սկսվել է, այդ թեման քննարկվել է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը համաձայնության են եկել, որ նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում։ Նա տեղեկացրել է, որ նախագծի շրջանակում Ադրբեջանի տարածքով կառուցվող երկաթուղին կհասնի Հայաստանի հետ սահման արդեն հաջորդ տարի։ Հորադի Զաղբենդ մայրուղին գրեթե պատրաստ է, Բաքուն կարող է արագացնել նախագիծը ցանկացած պահի, սակայն հայկական հատվածը դեռ պատրաստ չէ, մանրամասնել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Եվրամիության ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են ադրբեջանական երկաթուղու Նախիջևանյան հատվածի նախագծին մասնակցությամբ։ Վրաստանի վարչապետը շեշտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու կարեւորությունը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով Բաքվի եւ Անկարայի հետ շփումներում նկատվում է շատ լավ դրական դինամիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Նա անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշել, որ Վրաստանում հակառուսականության նոր ալիք է հասունացել, որը Կոբախիձեի խոսքով հրահրում են օտարերկրյա գործակալներն ու կուսակցական ակտիվիստները։ Դա օգտագործելով առաջին հերթին հենց Վրաստանի շահերի դեմ։ Վարչապետը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է վրացական տարածքների օկուպացիային, իսկ Թբիլիսին շատ կոշտ դիրքավորում ունի այդ հարցում, որն արտահայտվում է կոնկրետ քաղաքական քայլերով։ Սակայն չի կարելի քաղաքականությունը տարածել զբոսաշրջիկների, ռուսական մշակույթի, առհասարակ ժողովուրդների միջև հարաբերությունների վրա, հավելել է Կոբախիձեն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը միայն խոսում է եւ ոչինչ չի անում, իսկ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, չի վստահում Թեհրանին բանակցություններում, քանի որ նրա խոսքով Թեհրանը բազմիցս ստել է Վաշինգտոնին։ Հորմուզի նեղուցին է անդրադարձել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոսեն Ռեզային, շեշտել նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել պատերազմը եւ Իրանի ծովային շրջափակումը, չի ապասառեցրել իրանական ակտիվները եւ չի համաձայնել հրադադարի ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում եւ Գազայում։ Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավերից մեկին, այն նավարկել է Պանամայի դրոշի ներքո։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձարվածները դաշնության պնտվելով գիշերը երկրի տարբեր շրջաններում խոցվել է ուկրաինական 502 ԱԹՍ, թիրախում է հայտնվել Կրասնոդարի երկրամասը, մասնավորապես Նովորոսիսկը, Անապան, Գելենջիկը։ Հրդեհվել է Նովորոսիսկի նավահանգիստը, տեղական իշխանության թվելով քաղաքին հարվածի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Օդային տագնապ է հայտարարվել Կիևում, ռուսական ուժերը թիրախավորել են նաեւ Զապորոժիան եւ Օդեսան։ Այս ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևը ԱՄՆ բանակցողներին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու առաջարկներ։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ բացի դիվանագիտական կարգավորումից Վաշինգտոնը նաև կօգնի ամրապնդել հանրապետության օդային պաշտպանությունը եւ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Զելենսկին հավելել է, ուկրաինական հետախուզությունը տեղեկություններ ունի, որ սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում զորահավաք կհայտարարվի։ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե արևմտյան երկրները գրավեն կամ խոչընդոտեն դաշնության առևտրային նավերի նավարկությունը, այդ թվում Խաղաղ օվկիանոսում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների շրջանակում։ Կրեմլի ղեկավարի համոզմամբ ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ այնտեղ նոր սպառազինություններ տեղակայելու արևմուտքի ծրագրերը սպառնալիք են Ռուսաստանի համար։ Արևմտյան զլմները գրում են, որ ԵՄ երկրները եւ Մեծ Բրիտանիան կալանում են Ռուսաստանի ստվերային նավատորմի հետ կապ ունեցող նավեր, կասկածելով, որ դրանք նավարկում են կեղծ դրոշների ներքո։ Վերջերս Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ կալանել էր Deliver լցանավը։ Այն նավարկում էր Կամերունի դրոշի ներքո, սակայն չուներ համապատասխան գրանցում։ Մոսկվայում նման կալանումները որակում են որպես ծովահենություն։ Դիանա Գասպարյան, լուրեր։